Ցուլ։ Ֆինանսական հիմքերի ամրապնդում եւ հաշվարկված առաջընթաց։ Տարվա մեկնարկը ցուլերի համար նշանավորվում է նյութական կյանքի կառուցվածքային փոփոխություններով։ Դուք կզգաք, որ այն ոլորտներում, որտեղ նախկինում անորոշություն կամ տատանում կար, աստիճանաբար սկսում է ձևավորվել հստակություն եւ կայունություն։ Ֆինանսական հարցերում հայտնվող նոր հնարավորությունը սկզբում կարող է թվալ պատահական, սակայն ժամանակի ընթացքում կպարզվի, որ այն ունի ամուր հիմք եւ երկարաժամկետ հեռանկար։ Սա բարենպաստ շրջան է եկամուտների աղբյուրները վերլուծելու, ծախսային քաղաքականությունը վերանայելու եւ այնպիսի ռազմավարություն մշակելու համար, որը կապահովի անվտանգ զարգացում առանց ավելորդ ռիսկերի։ Աշխատանքային դաշտում հնարավոր են առաջարկներ, որոնք կպահանջեն պատասխանատվություն, բայց փոխարենը կտան վստահելի եկամուտ եւ դիրքի ամրապնդում։ Ոմանց համար սա կլինի պարտավորությունների վերակառուցում, մյուսների համար նոր ուղղության սկիզբ, որտեղ ձեր պրակտիկ մտածելակերպն ու համբերությունը կդառնան հիմնական առավելությունը։ Աստղերը խորհուրդ են տալիս չշտապել եզրակացություններում եւ յուրաքանչյուր որոշում հիմնավորել փաստերով։ Երբ ինտուիցիան համադրում եք սառը հաշվարկի հետ, բախտը գործում է ձեր օգտին։ Անձնական հարաբերություններում ձեր հանգիստ եւ հավասարակշռված պահվածքը կստեղծի վստահության մթնոլորտ, ինչը հնարավորություն կտա քննարկել ապագայի ծրագրեր առանց լարվածության։ Հունվարի առաջին օրերը կարող են դառնալ այն շրջադարձային կետը, որտեղ երկար սպասված հարցերը վերջապես կստանան գործնական լուծում։ Առյուծ, մասնագիտական ճանաչում եւ ազդեցության ընդլայնում։ Առյուծների համար տարվա սկիզբը բացում է կարիերայի աճը նոր հորիզոններ։ Այն ջանքերը, որոնք նախկինում ներդրել էիք առանց անմիջական արդյունք տեսնելու, այժմ սկսում են վերադարձվել կոնկրետ ձեռքբերումների տեսքով։ Ձեր աշխատանքը դառնում է տեսանելի, իսկ ձեր դերը ավելի նշանակալի ինչպես ղեկավարության, այնպես էլ գործընկերների աչքում։ Սա այն փուլն է, երբ դուք կարող եք ներգրավվել բարձր պատասխանատվությամբ նախագծերի մեջ կամ ստանալ առաջարկներ, որոնք պահանջում են առաջնորդական դիրք, բայց միաժամանակ բարձրացնում են ձեր հեղինակությունը։ Ձեր հաջողության բանալին կլինի ոչ միայն նախաձեռնողականությունը, այլև ճիշտ ձևով ձեր գաղափարներ ներկայացնելու կարողությունը։ Դիվանագիտական մոտեցումը, վստահ խոսքը եւ ճիշտ պահի զգացողությունը կօգնեն ձեզ ստանալ աջակցություն անգամ ամենախիստ միջավայրում։ Ֆինանսական խրախուսումները կամ հրապարակային ճանաչումը կուժեղացնեն ձեր մոտիվացիան եւ կստեղծեն վստահություն ապագայի հանդեպ։ Անձնական հարաբերություններում ձեր հանգիստ եւ հավասարակշռված պահվածքը կստեղծի վստահության մթնոլորտ, ինչը հնարավորություն կտա քննարկել ապագայի ծրագրեր առանց լարվածության։ Կարիճ, համագործակցության ուժ եւ նոր նախաձեռնությունների ծնունդ։ Կարիճների համար հունվարի սկիզբը բարենպաստ է համատեղ գործունեության բոլոր ձևերի համար։ Դուք կհայտնվեք իրավիճակներում, որտեղ ձեր նպատակները կհամընկնեն ճիշտ մարդկանց հետաքրքրությունների հետ, եւ այնտեղ, որտեղ նախկինում բանակցությունները փակուղի էին մտնում, այժմ կհայտնվի փոխըմբռնման հոսք։ Սա հարմար ժամանակ է նոր գործարար միություններ ստեղծելու, համատեղ ծրագրեր սկսելու կամ արդեն գոյություն ունեցող պայմանավորվածությունները վերանայելու համար։ Ձեր խորաթափանցությունը թույլ կտա տեսնել ոչ միայն արտաքին առաջարկը, այլև դրա իրական ներուժը։ Սակայն առավելագույն արդյունքի հասնելու համար կարևոր կլինի պատրաստակամ լինել լսելու եւ ձեր տեսլականը կիսելու, կառուցելով փոխադարձ շահի վրա հիմնված հարաբերություններ։ Անձնական ոլորտում հնարավոր են հանդիպումներ կամ զարգացումներ, որոնք կբերեն կայունության զգացում եւ ներքին վստահություն։ Սրանք կարող են չլինել բարձր հույզերով ուղեկցվող պահեր, բայց դրանց մեջ կլինի հուսալիություն եւ աջակցություն։ Հաջողության պահպանման համար անհրաժեշտ է համատեղել ձեր վճռական բնույթը համբերության հետ։ Այդ դեպքում համագործակցությունները կբերեն արդյունք, որը կգերազանցի սպասումները։ Ձկներ, ինտուիցիայի ուժ եւ երազանքների գործնականացում։ Տարվա առաջին շաբաթները ձկների համար ձևավորում են հազվագյուտ համադրություն, ներքին վստահության եւ արտաքին հնարավորությունների միջև։ Դուք կարող եք զգալ, որ իրադարձությունները կարծես ուղղորդում են ձեզ ճիշտ ճանապարհով, իսկ անհրաժեշտ մարդիկ եւ ռեսուրսները հայտնվում են ճիշտ պահին։ Այս փուլում ձեր ինտուիտիվ զգացողությունները վերածվում են իրական գործիքների, որոնք օգնում են որոշումներ կայացնել առանց ավելորդ կասկածների։ Այն գաղափարները, որոնք երկար ժամանակ պահում էիք մտքում, այժմ կարող են ստանալ նյութական ձև, աջակցության, խորհրդատուների կամ ֆինանսական հնարավորությունների շնորհիվ։ Պատահական թվացող հանդիպումները կարող են դառնալ զարգացման կարևոր հանգույցներ։
Կարևոր է ոչ միայն ներշնչվել, այլև գործել, փոքր, բայց հետևողական քայլերով։ Ձեր զգայունությունը կօգնի ընտրել այն ուղղությունները, որտեղ ձեր տաղանդը գնահատված կլինի։ Ստեղծագործական կարգապահությունն ու հոգևոր հավասարակշռությունը թույլ կտան ոգեշնչումը վերածել կայացուն արդյունքի։ Անձնական ոլորտում ձեր անկեղծությունն ու բաց սիրտը կգրավեն մարդկանց, ովքեր պատրաստ կլինեն լինել ձեր կողքին և կիսել ձեր հաջողության ճանապարհը։